2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին եւ կավարտվի հունիսի 5-ին։ Հունիսի 6-ը սահմանված է որպես լռության օր։ Քաղաքական ուժերը կարող են առաջադրվել ապրիլի 13-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, իսկ գրանցման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։ Ընտրական օրենսգրքում կան փոփոխություններ, որոնց մասին այսօր ասուլիսի ընթացքում խոսել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%։ Դաշինքների շեմը բարձրացել է 7%-ից 8% եւ 10%։ Փոփոխվել է նաև ընտրություններին մասնակցելու համար սահմանված գրավի չափը։ Կուսակցությունների համար այն 10 միլիոն դրամից դարձել է 7.5 միլիոն դրամ, իսկ դաշինքների համար սահմանվել է 15 միլիոն դրամ։ Սա այն ժամանակ արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը։ Բացի այդ, հանվել է այն սահմանափակումը, որը թույլ չէր տալիս 3-ից ավելի քաղաքական ուժերի մասնակցությամբ դաշինք կազմել։ 9 օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին։ Եթե այդ ժամկետում առավել ձայներ ստացած քաղաքական ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո արդեն ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին։ Փոփոխվել է նաև լրացուցիչ մանդատների ինստիտուտը, շեմը 54-ից դարձել է 52%։ Եթե որևէ քաղաքական ուժ կունենա մանդատների մեծամասնություն, բայց դա պակաս կլինի 52%-ից, ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տվյալ քաղաքական ուժին պետք է տրվի լրացուցիչ մանդատներ մինչև այդ 52%-ը լրացնելու չափով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով 2021 թվականի ընտրությունների համեմատ այս տարի ընտրողների թիվը նվազել է մոտ 100,000-ով։ Նա նաև նշեց, որ որևէ կուսակցություն չի կարող չգրանցվել, եթե օրենքով սահմանված ժամկետում ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը։ Չգրանցվելու հնարավորություն ունեն քաղաքական ուժերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երբ որ բոլոր փաստաթղթերը ներկայացված են, գրանցման հարց որպես այդպեսին չի քննարկում։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։